Բարև ձեզ հարգելի հայրենագիցներ, հարգելի գյումրեցիներ, համայն հայություն։ Ուրեմն ինձ հրավիրել են այսօր քննչական կոմիտե, Շիրակի մարզային վարչություն, կրգին քննիչ Միքայել Ավետիսյանը։ Ինձ հայտնի չէ ինձ հրավիրելու նպատակը։ Երեք ոստիկան մարզային վարչությունից քաղաքացիական հագուստով եկել են անհանգստացրել են իմ մամային, որը բարձր ճնշումով պառկած է եղել, եւ ասել եմ, որ այսօր ժամը 9:30 ես պիտի լինեմ այս տխրահռչակ կառույցում։ Ես ներկայացել եմ իմ փաստաբանի հետ, իմանալու, հասկանալու համար, թե ինչն է պատճառը։ Ես նաեւ հասկանալի չի, թե պետությունը ինչի է այդքան ծախս անում Լիլիթ Աղեկյանի վրա, որ 3 ոստիկան ուղարկում է, փոխանակ կարող էին դա փոստով ուղարկեին այդ ծանուցումը եւ այլն։ Այդ հրատապությունն ինչու՞մ է։ Հիմա մենք կմտնենք ներս, կտեսնենք թե ինչ է տեղի ունենում եւ ինչի են ինձ առհասարակ հրավիրել։ Հիմա գնաց։ Բարև ձեզ։ Մենք կարող ենք ճշտել Միքայել Ավետիսյանը պատրաստ է ընդունել Լիլիթ Աղեկյանին։ Այո։ Ճշտեք մի հատ։ Ինչպես։ Այստեղ մի նկարանեք։ Ինչու։ Որովհետև չի թույլատրվում։ Ես կզանգեմ տեղյակ բայել։ Տեղեկացրեք։ Մեզ որ ասել օրենքի որ կետով չի թույլատրվում, մենք այդ օրենքին կենթարկվենք։ Մենք օրինապաշտ քաղաքացիներ ենք։ Սա։ Բա։ Ձիրան Մենակ դի բարձրանակ։ Ինչպես փաստաբանի հետ։ Ան ազգանունքսեք ձեր։ Իմ Աղեկյան Լիլիթ, ինքն է հրավիրել։ Չէ, փաստաբան։ Փոստանջան Զարուհի։ Հա, Կոստանյան Զարուհի։ Հա։ Փե Փոստանջան։ Հա։ Դուք չեք կարող բարձրանալ մենակ Լիլիթ Աղեկյանը, բայց փաստաբանը կա բարձրանալ։ Այսինքն ինչ փաստաբան կուգա, մենք չգիտենք ինչի համար են հրավիրել, մենք եկել ենք հիմա ճշտենք։ Հա, կուգա, կզանգեմ։ Մենք կուգա, ով կուգա։ Քնիչի հետ ճշտեք։ Ինչպես։ Քնիչի։ Քնիչը հիմա մեզ հրավիրել է, ինչ պատճառով է հրավիրել, պատճառը կասի քնիչը, մի հատ կարող Դա է ճշտեք, ինչի համար է հրավիրել։ Քնիչը կասի, ես չեմ կարող։ Դե հիմա մենք եկել ենք, բայց իմանանք, ես եկել եմ, որպեսզի իրավաբանական օգնություն ցույց տամ Լիլիթ Աղեկյանին։ Հա, Փաստաբանը Զարուհի Փոստանջանն է։ Րոպե է, մենք այդ ժամին եկել ենք, քնիչը հիմա ուր է, ուր է քնիչը։ Դե ասեք, որ Դե ասեք, որ 9:30 աշխատանքից կտրվել եկել են։ Տեսեք, ես քննչական կոմիտեի այս կառույցը օգտագործվում է փաստորեն ռեժիմի կողմից իր նպատակները սպասարկելու, իր նպատակներին հասնելու, այսինքն համար։ Ինչի համար է օգտագործում, իրենց նպատակների համար են օգտագործում։ 9:30 է, բայց ժամանակը, այսինքն մեզանից խլել են, այս ժամանակը թանկարժեք, բայց պարզվում է իրենք չեն ընդունում Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը իր աշխատանքը թողել է, ես իմ աշխատանքը թողել եմ, եկել եմ Գյումրի, ժամանակը մեր գողանում է, ինչպես։ Որ կողմի վրա սպասենք։ Այս կողմը դեռ աշխատանքի մեջ են չխանգարում։ Մենք ձեր աշխատանքներին իհարկե չենք խանգարում, ձեր այդ լուրջ աշխատանքներին, որ հանիրավի մարդկանց հրավիրում եք քննչական կոմիտե։ 9:30 եկել ենք, 9, այո։ Եվ եկել են փաստաբանից հետ, ինչի չի ընդունում, մեզ հայտնի չէ։ Ժամանակը մեզանից գողանում են, բայց իրենց գործառույթները չեն իրականացնում։ Ինչպես։ Ներկայացրեցի չէ որ ընդունում եք։
Չգիտենք, արդեն քանի րոպե է անցել չեն։ Անջատեք, սպասեք, Բայց մենք հիմա արձանագրում ենք, որ քանի րոպե մեզ չեն ընդունել։ Հա, քանի րոպե որ Այո, եկել ենք, մենք ժամանակին եկել ենք, մեզ չեն ընդունում։ Քննիչը ապօրինություն է գործում, չի ընդունում քաղաքացուն, որին հրավիրել է։ ներկայացրեցի, չէ՞։ Չէ, մեզ ձեր ներկայացրածը մենք հիմա արձանագրում ենք, որ չի ընդունում։ Այսինքն 9:30 հրավիրել է, բա ինքը ուր է։ Մենք չգիտենք, հիմա մեզ հրավիրել են 9:30, բայց գործառույթներ չեն իրականացնում։ Այսինքն մեզ կտրել են աշխատանքից, բերել են այստեղ, բայց ինչի համար պարզ չէ։ Ընդ որում էլ ասում են, որ փաստաբան պետք է կա։ Ինչ էլի իրանց հերթական բարձու փաստաբանը։ Ես չգիտեմ, եթե իրանց հերթական բարձու փաստաբանը պետք է գա, մի վարքյան, կարգը հետևյալն է, 9:30 հրավիրել է, ասեք, ինչպես ներկայացրեցի, մեկ քանի րոպե սպասեք։ Այո, քննիչը ապօրինություն է, մենք արձանագրում ենք, քննիչը ապօրինություն է Ինչի՞ պիտի սպասել, ժամ չէ։ Բարձես։ Հա, իմիցանանք Հանրային պաշտպանի գրասենյակից Պետրոսյան, կներեք ձեզ ով է հրավիրել։ Ինչ իրավունքով է հրավիրել։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը որոշում է կայացրել ձեզ հանրային պաշտպան նշանագրի մասին։ Ես հանրային պաշտպան իրենից չեմ խնդրել, որ ինքը նշանագել ենք, ինչ իրավունքով առանց ինձ հարցնելու ձեզ նշանագել է հանրային պաշտպան։ Ես ունեմ իմ փաստաբանը, փաստաբանի հետ եկել եմ, հեստական ապօրինությունն է սա իմ նկատմամբ, այս անգամ էլ ցավոք ես չեմ ճանաչում, դուք եք ներքաշվել։ Ես ունեմ իմ փաստաբանը, ինչի հիման վրա ինքը եւ դուք առանց ինձ հարցնելու ներգրավել եք այս գործում։ Ով է ձեզ թույլ տվել ներգրավել իմ այս գործում, առանց ինձ հետ խոսել, այստեղ պիտի մենք հանդիպեինք իրար հետ։ Բայց դուք Զարգի նյութերին ծանոթ եք։ Ոչ, ծանոթ չեմ։ Բայց ինչու եք եկել։ Պետք է ծանոթանալ դեռ կա։ Ոնց դուք գալիս եք ինձ պաշտպանելու, դուք ինչ գիտեք։ Այսինքն ինչի եք եկել։ Հա, ինչի եք եկել։ Չեք ուզում հանրային պաշտպան։ Չէ, դուք պատասխանեք հարցին, ինչի եք եկել։ Ներգրավել հանրային Ով պաշտպան։ է ձեզ ներգրավել, ցույց տվեք ներգրավան որոշումը, ցույց տվեք։ Հələ տեսնում եք ապօրինությունը ով է։ Բանկերը նայեք ձեզ։ Ոչինչ, ոչ մի բան չի եղել, ես ձերդուրան ոստ է։ Ու բայց ես չեմ ստացել։ Լիվարդյան, ծանոթում եք, դուք գիտեք, որ ես չեմ ստացել, դուք արդեն իսկ եկել եք ստեղ։ Որ չեք ստացին չեք եկել։ Որովհետև ինձ ասվել է, որ ես պետք է գամ 3 կախտագողի ոստիկանները։ Երեք ոստիկան է այցելել Լիլիթ Աղեկյանի բնակարան եւ մայրիկին փոխացել են, որ Լիլիթ Աղեկյանը 9:30 պետք է լինի։ Ես էլ եկել եմ, ոչ գիտեմ ինչ գործողություն է, ոչ գիտեմ ինչ Ես էլ նրա գործիչ է։ փաստաբանն եմ։ Հաստաբանս է։ Բայց դուք մի հատ չիմանաք ինչի համար եք գալիս։ Ձեզ ով է ներգրավել։ Դուք ստեղ Եգրոս Մանասյան արծում եք խաղ։ Չպարծեցեք ձեր ցայնի վրա։ Դուք եք ինքներդ պարզ։ Դուք եկել եք ստեղ Մանասյան արծում եք խաղում։ Ես ոչ Հա ներդրված, վճարված, որ իմ խոշտանգումներին մասնակցում էր ու լռում էր։ Հիմա ձեզ են բարձեց ստեղ։ Ես չեմ բարձր։ Բայց չեք եկել։ Բա դուք մի հատ ինձ հետ կապի դուրս չեք գալիս, ասեք ես եմ բակվա գործով հանրային պաշտպան եմ։ Ձեր անձնական տվյալները հեռացա համար չգիտեմ։ Այո, իհարկե դուք հարտավոր եք ընդերից ճշտել, իսկ ընդերից չեք ճշտել։ Ո՞վ ձեզին ներգրավել են նրանից, դա ձեր օրինական պարտականությունն է։ Այո։ Հիմա գնանք։ Ոչ, ես ձեզ ոչ մի գործողության չեմ մասնակցել։ Ասեք, քննիչ եք ասեք, որ ինձ հետ չեք մասնակցելու, Ես քննիչը փայլուն գիտի եւ դուք եք իմացեք։ Դուք ձեր գործառույթները չգիտեք, որ դուք ձեր պաշտպանյալի հետ կապի դուրս գաք։ Ես կարող եմ դուրս գամ, երբ դուք ցանկություն հայտնեք, որ լինեմ ես ձեր պաշտպանը։ Չհասկացա, բա հիմա ինչ եք եկել ստեղ։ Որ իմանամ ցանկություն հայտնում եք թե չէ։ Դրա համար դուք կարող եք ճշտել կամ գրություն ուղարկել, որ դուք ինձ Ձեզ գրություն ուղարկվել եք։ Ոչ, չեք ուղարկել, ոչ եք ստանամ։ Բավարի դուք ծանոթություն չունեք, որ ես ստացել եմ, դուք ո՞նց եք ստրա հիմա վրա ստեղ եկել։ Ավետյան, ինչ եք ուզում։ Դուք չեք հասկանում։ Ես այսքան ժամանակ ցած բացատրում եմ։ Կես ժամ է խոսում եք, ես չգիտեմ։ Կես ժամ չէ, 5 րոպե։ Հա, 5 րոպե։ Բացատրում եմ հոտապաշ հայրենով։ Դուք իրավունք չունեիք ներգրավելու այս գործով։ Դուք ինձ հետ որևէ կապի դուրս չեք եկել։ Մի բան Կհրաժարվեմ եւ ձեր վրա կողոք կկարեմ դուք ինձ հետ կապի դուրս չեք եկել։ Քննիչի պարտադրանքով եկել եք ստեղ։ Այո, ապայման, քննիչի պարտադրանքով եկել եք ստեղ։ Առանց ինձ հետ կապի դուրս գալու։ Ես եկել եմ, որ իմանամ դուք ուզում եք հանրային պաշտպան Պետրոսյանի որպես պաշտպան։ Դուք ինձ գործից կտրել եք եկել եք, որ դա իմանաք։ Ով է գործից կտրել։ Ինձ, դու։ Ես եմ կտրել։ Քննիչը, այո։ Ես եմ դες կանչել այո, ես չգիտեմ, ինչ եք եկել բա դուք։ Եթե դուք չեք կանչել, չեք եկել ստեղ։
Հերթական ապօրինությունն է, հարգելի ժողովուրդ, խնդրեմ տեսեք։ Ես ունեմ իմ պաշտպանը, ինձ իրավաբանական օգնություն ցույց տվող անձը, նորից ներգրավում եմ պարոն Պետրոսյանին, որը ինձ հետ բացարձակ կապի երբեք դուրս չի եկել այս օրերի ընթացքում, ու հանկարծ ստեղ 20-10 րոպե անց հայտնվում է, որտեղ իրանք կանչել են։ Մենք կարող ենք ձեզանից ճշտել, ձեզ երբ են ծանոթել, որ դուք փաստաբան եք։ Ամեն ինչ կարող։ Դե խնդրում եմ մի հատ բացատրեք, ես որովհետև Լիլիթ Աղակյանի փաստաբան եմ, ինձ բացատրեք, այո։ Բացատրեք, փաստաթուղթը, սպասում Լիլիթ եմ։ Աղակյանը, երբ ցանկություն կհայտնի, ունենալ հանրային պաշտպանը, եւ երբ ցանկություն կհայտնի, որ ես լինեմ իր պաշտպանը, դա ինչ բացատրեք։ Չէ, մենք մինչև Լիլիթ Աղակյանի ցանկության հայտնելը մենք ուզում ենք իմանանք, դուք ոնց եք ներգրավել այս գործում, ոնց եք ձեզ ծանոթել, էլի, դեռ չեք ներգրավել, հա։ Լիլիթ Աղակյանը ունեցել Կամ է ներգրավել եք, ես չգիտեմ։ Համարը Բաղդասարյանը ճիշտ է։ Թամարա Բաղդասարյանից ես հրաժարվել եմ, ինքնից պաշտպան չի եղել։ Դա պիտի իմանամ։ Համարը Բաղդասարյանը, Թամարա Բաղդասարյանն ինձ պաշտպան չի եղել։ Հիմա Դու հարցը էլի նշանակել այս քննիչը։ այս քննիչը չի նշանակել Համարը։ Էղնի Աբովյանին նշանակած Աբովյանի տարբերություն քննիչը չի նշանակել։ Ուրեմն դուք գործից անտեղյակ եք։ Աբովյանի քննիչը հետը ձերքի տակ Թամարա Բաղդասարյանին առած եկել ենք Աբովյան։ Դա է գործն է դուք։ Կորեկտ արտահայտել։ Գործն է։ Ձեր գործ կորեկտ Գործն արտահայտել։ է, այո, կորեկտ արտահայտում քննիչի կողմից վարձված եկել է Աբովյան քրեակատական հիմնարկ։ Էլի ձեր կարգավիճակով պարոն Սիմոն Պապայան, ես ինչ է կատարվում ձեր հիմնարկում։ Դուք ծառայում եք հանրային պաշտպաններին, թե դուք ծառայում եք բաներին։ Ինչ որ Ներեցեք կբացատրեք ոնց։ Համարը Բաղդասարյանը նշանակված է եղել իր հանրային պաշտպան։ Քանի որ գործը քննվում է այստեղ, հանրային պաշտպանի գրասենյակը, ներգրավել նաև ինձ, որտեղ Այսինքն դուք արդեն երրորդն եք այս նույն գործով ես չեմ ներգրավել։ հաշվում, թե ես որի։ Մենք ենք հաշվում։ Դուք երրորդն եք։ Հա, երբ ձեզ այդ մասին տեղեկացվեց։ Ինչը տեղեկացվել։ Որ փոխվել է ինչ որ իրավիճակ է Հիմա փոխվել։ ես այստեղ չեմ կանգնած այս հարցը զրուցել։ Չէ, մեզ հետաքրքիր է, որովհետև մեր իրավունքների հետ կապված խնդիր է առաջացել։ Պարզաբան է, բայց ոչ։ Բայց հիմա Լիլիթ միջանցքում կանգնած։ Ես Լիլիթի փաստաբանն եմ։ Հիմա մեզ պարզաբանեք, որ մենք իմանանք մեր վարքագիծը ինչպես դրսևորենք։ Ինչ պարզաբան։ Պարզաբանից ոնց դուք տեղեկացաք, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է այստեղ լինել։ Որոշում է կայացվել, ինձ նշանակել։ Այդ երբ կայացվեց այդ որոշումը, ասեք, եւ դուք երբ ծանոթվեցիք այդ որոշման մասին։ Եվ երբ ծանոթվեցիք, որ հիմա պետք է 9:30 այստեղ Ես լինել։ երեկոյան եմ ծանոթացել, որ ես 9:30 պետք է այստեղ լինեմ։ Իսկ ինչպես ծանոթվեցիք։ Ոնց։ Քնիչը ձեր ինչպես։ Հեռախոսը զանգը։ Ձեր հեռախոսազանգը ուներ քնիչը։ Տենց այսինքն տենց կապի մեջ եք, որ հեռախոսազանգով ծանոթ եք։ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան է։ Այո։ Դուք մտածում եք, ես մենակ ես իմ առաջի կորսն եմ կամ Չէ, ես չեմ Պարոն Սիմոն մտածում։ Պապայան, Բաղդակին վերջ տվեք, ես ինչ է կատարվում ձեր կառույցում։ Դուք ծառայում եք ում։ Ինձ դուժողից հումոր խոշտանգել են, թե ձեր բոլոր փաստաբանները քննիչի ձեռքի խաղալիքներ են։ Հիմա տեսեք, մենք խնդիր ունենք։ Ձեր ինտերնետ բարձաբան է։ Չէ, մենք այսինքն ձեր խնդիրն է նա։ Չեք ուզում։ Թե հիմա բարձրանում ենք քննիչի Ես չեմ մոտ։ բարձրանում։ Դուք եք բարձրանում եւ այսպես որ Աղեգյանը Դուք մենք այստեղ ենք, ձեր հետ գործողություններ մենք չենք կարող իրականացնել, որովհետև դուք կապի մեջ եք եղել քննիչի հետ, որի նաև մեր համար անբացատրելի է այդ կապը, թե ինչու է ձեզ քննիչը զանգարում Այս գիշերով։ որոշումը ստացել է նաև քննիչը։ Ես չգիտեմ քննիչը ինչ որոշում է ստացել։ Դուք եք քննիչի հետ մտերին, դուք գիտեք թե քննիչը ինչ որոշում է ստանում։ Ես իմ աշխատանքային պարտադրանքն Եթե մտերին չեք, ձեր քննիչը չեք կարող հեռախոսով զանգահարել։ Իրավորյալ չէ ձեր, բարձաբանում եմ իմ Այդ քննիչը նույն ձեր Ես բարձր չեմ քննիչի կողմից։ որովհետև դուք ինձ հետ Դուք եթե երեկոյան տեղեկացված Ես եք, պաշտպան ապա պետք է լինեմ, որ կավի դուրս գա։ եթե պաշտպանում եմ, դուք կարող եք զանգեիք, ասեիք նաև ոնց որ քննիչն է ձեզ զանգում։ Ինչո՞ր զանգել։ Ինչով կուզեք զանգեք, բան դե եթե քննիչի եք տենց մտերին եք, կարող եք Նախապես հեռախոսը քննիչի մոտ է արքայաված, իրանից ճշտեիք իմ հետ ոնց է կապի դուրս գալիս։ Չհասկացա, իմ էմոցիոնալ դրսևորումն է։ Դուք եք ձեր կողմով։ Ես ձեր կողմով չեմ։ Սա ինչ է ձեր, չէ՞, մոդել։ Ես իմաստով ոնց եմ ագուրգե։
Ներեցեք դուք գնացեք ձեր գործը շարունակեք։ Ինչ գործ։ Ինչի համար Մեր եկել եք։ սեղանների կետ չունի։ Ինչի համար եկել եք։ Հիմա թող ինքը գնա, մենք քննիչին տեղեկացրեք, որ ձեր հետ որևիցե գործառույթ Լիլիթ Աղետյանը հրաժարվում է իրականացնել։ Ձեր խնդիրը։ Պարոն Սիմոն Բաբայան, ինչ է կատարվում։ Ինչ եք ուզում դուք հանրային պաշտպան եք, դուք փաստաբանների պալատ եք, թե դուք կանտորկա եք ընդամենը, որտեղ որ կան մարդիկ, ամենայն հավանականությամբ լավ վճարվող, որոնք որ ծառայում են քննիչներին եւ դատախազներին։ Որևէ մեկը ձեր պաշտպաններից հանրային ինձ երբեք չպաշտպանեց, իմ խոշտանգումների հետ կապված որևէ մեկը արձանագրություն չկազմեց։ Ուրա Արտյոմ Մանասյանի հետ կապված ձեր վարույթը։ Ես ձեզ 3 անգամ գրել եմ, որ դուք պետք է իրան զրկեք լիցենզիայից։ Այդ տղան է նպաստել, որ ինձ տարել են կալանքի։ Պարոն Սիմոն Բաբայան, էս ինչ է կատարվում։ Թամարա Բաղդասարյանին բերեցիք, կապեցիք իմ գլխին։ Թամարա Բաղդասարյանը Աբովյանով եկավ, մտավ դատարան, նստավ, քաջ իմանալով, որ Փոստանջանն է եւ դուք եք պարոն Սիմոն Բաբայան, գիտեք, որ իմ պաշտպանը Տիգրի Փոստանջանն է։ Մտնում է Փոստանջանը քրեակատարողական հիմնարկ, ձեր հանրային պաշտպանը իմանալով, որ ինքն է Փոստանջանն է իմ պաշտպանը, մտնում է քննիչի հետ, ինձ հետ քննչական գործողության, մի հատ կբացատրեք սա ոնց է լինում։ Այսինքն իմ փաստաբանը դռների մոտ կանգնած, քննիչն էլ գիտի, ասում է ես զանգել եմ Փոստանջանին, բայց հետը բերում է հանրային պաշտպան։ Էս ո՞նց է պարոն Սիմոն Բաբայան։ Էս դուք էս ինչ եք անում։ Պետության փողերը էս դուք ո՞ւմ վրա եք ծախսում։ Էս կարգի մարդկանց։ Տասին րոպե արդեն մենք ստեղ եք դիմում Փոստանջան, 10-15։ Դե մենք է բարձրանանք, տենանք ինչ ասում քննիչը։ Մենք եկել ենք մեր պարտականություն